Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է ամերիկյան ռազմական պատվիրակության ներկայացուցիչներին եւ ստացել Ուկրաինայում խաղաղության ամերիկյան ծրագրի նախագիծը, որը ըստ Վաշինգտոնի կարող է խթանել դիվանագիտությունը։ Ուկրաինայի նախագահն ամերիկյան կողմին է ներկայացրել իր երկրի առաջնահերթությունները, հույս հայտնելով, որ հնարավոր կլինի հասնել պատերազմի արժանապատիվ դադարեցման, առանց խաթարելու Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Մենք աջակցում ենք բոլոր իմաստալից առաջարկներին, պատրաստ ենք շարունակել կառուցողական աշխատանքը Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում մեր գործընկերների հետ, ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Վոլոդիմիր Զելենսկին կքննարկի խաղաղության նախագիծը Դոնալդ Թրամփի հետ։ Սպիտակ տունը հայտարարել է, որ հաստատակամ են Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում։ Եվրամիությունից եւս արձագանքել են։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը շեշտել է Ուկրաինայի հարցով որևէ համաձայնություն չի կարող ձեռք բերվել առանց եվրոպական կողմի աջակցության։ Ավելի վաղ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ իրենց աղբյուրներին հղումով հաղորդել էին, որ Միացյալ Նահանգները մշակում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագիր եւ դրա շուրջ խորհրդակցում է Ռուսաստանի հետ։ Լրատվամիջոցները նշում են, որ 28 կետից բաղկացած ծրագրով Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից։ Վաշինգտոնի կողմից ռուսական հետագա ագրեսիայից Ուկրաինային եւ Եվրոպային անվտանգության երաշխիքներ տրամադրելու դիմաց։ Միացյալ Նահանգները Կիևին առաջարկում է նաեւ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։ Անդրադառնալով այս հրապարակումներին Կրեմլի խոսնակը կրկնել է, Ալյասկայում քննարկումներից հետո որևէ նոր զարգացում չկա։ Կրեմլից հայտնում են, որ Ռուսաստանի նախագահն այցելել է արևմտյան խմբի հրամանատարական կետերից մեկը հանդիպել գլխավոր շտաբի պետի եւ այլ պաշտոնյաների հետ։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, ռուսական կողմը պետք է հասնի ռազմական գործողության բոլոր նպատակներին։ Վալերի Գերասիմովը զեկուցել է, որ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում գրեթե բոլոր ուղղություններով, առաջ շարժվում Զապորոժիեում, Դնեպրոպետրովսկում, Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքում։ Գլխավոր շտաբի պետի խոսքով Խարկովի Կուպյանսկ քաղաքն անցել է ռուսական վերահսկողության տակ։ Ուկրաինական ուժերը հայտնվել են շրջափակման մեջ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հերքել է Կուպյանսկը գրավելու մասին ռուսական կողմի պնդումները։ Նշվում է, որ քաղաքում եւ շրջակայքում հակադիվերսիոն գործողություններ են իրականացվում։ Կիևից հերքել են նաեւ հայտարարությունները, թե ռուսական ուժերը գրավել են Վովչանսկի 80%-ը եւ Պոկրովսկի 70%-ը։ Ռուսաստանը եւ Ուկրաինան կրկին հայտնում են փոխադարձ հարվածների մասին։ Զապորոժիեում հայտնի է 5 զոհի մասին, կան վիրավորներ, հրդեհվել են քաղաքացիական օբյեկտներ։ Ռուսական կողմը թիրախավորել է նաեւ Օդեսան, հաղորդվում է ավերածությունների մասին։ Տերնոպոլում զոհերի թիվը հասել է 28-ի, այդ թվում 3 երեխա։ 94 մարդ վիրավորվել է, 16-ը համարվում է անհետ կորած։ Ռուսաստանի պնտվյալով էլ ուկրաինական ուժերը գիշերվանից Դաշնության ուղղությամբ արձակել են 50 ԱԹՍ։ Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Ռոստովի, Աստրախանի, Սմոլենսկի, Բելգորոդի, Վորոնեժի եւ այլ մարզեր։ Կուբանում կան ավերածություններ, հայտնի է տուժածների մասին։ Իրանի նախագահը կրկին առաջարկել է տեղափոխել մայրաքաղաքը Թեհրանից։ Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ դա անհրաժեշտ է գերբնակեցման եւ ջրի սուր պակասի պատճառով։ Մենք այլ ընտրանք չունենք, եթե Թեհրանի բնակչությունը շարունակի աճել, անհնար կլինի ջրով ապահովել բոլոր բնակիչներին, մտահոգություն է հայտնել նախագահը։ Նա հավելել է, որ ջրի պակասի խնդիր ունեն Իսլամական Հանրապետության նաեւ այլ բնակավայրեր։ Վերջին տարիներին Իրանում տեղումների քանակը նվազել է, օդերևութաբանական ծառայությունների տվյալով այս տարի մայրաքաղաքում տեղումները 40%-ով քիչ եղել նորմայից։ Որոշում է կայացվել Թեհրանում գիշերային ժամերին սահմանափակել խմելու ջրի մատակարարումը, որպեսզի հնարավոր լինի լցնել քաղաքային ջրամբարները։ Իշխանությունները լրջորեն դիտարկում են մայրաքաղաքը Պարսից ծոցի ափ տեղափոխելու հարցը։ Դիանա Գասպարյան, լուրեր։